Տաղավարում հյուրընկալել ենք Գրիգոր Բալասանյանին, միջազգայնակետ, պարոն Բալասանյան, բարի գալուստ, եւ նախ նաեւ ձեզ եմ խնդրելու բացատրել, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, ինչու էր եկել ձեզ Մուստաֆայևը, արդյոք սա կապ ունի այն ամենի հետ, ինչ հիմա ապրում է Հայաստանի տնտեսությունը, հետո կանցնենք արդեն Եվրոպական քաղաքական համայնքի սամիթին Երևանում։ Մուստաֆայևի այցի հետ կապված ես մի բան հիշեցի, մոտ 10 տարի առաջ էլ Հայաստան էր այցելել Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը։ Նրան էր տարել են Սիսիանի շրջանի Որոտան գյուղ եւ տարել են այն տունը, որտեղ ինքը ապրել էր։ Այսպես սրտառուչ էլի ռեպորտաժ էին սարքել, որ մարդը եկել է իր տուն եւ այլն, այսինքն այս ամեն ինչը դա բավականին տևական ժամանակ է, որ կազմակերպվել է եւ կազմակերպվել է գիտակցված։ Երբ Տավուշի մարզի, հատկապես նոյեմբերյանի շրջանի գյուղապետերին տանում էին Թբիլիսի եւ բարիշացնում էին Ղազախի շրջանի գյուղապետերի հետ 15, 14, 16 թվերին։ Մենք ինչ ենք սպասում, որ մենք Գեորգի Վանյանն էր վերին ծաղկաբանում տունը։ Թաթուլ Հակոբյանն էր կազմակերպում այդ ամեն ինչը, տանում էին բարիշացնում էին Եվրոմիության բարձր հովանու ներքո։ Լավ, ո՞րն է այլընտրանքը, ինչու՞ չբարիշել։ Բարիշելը բարիշել, բայց մենք չենք կռվել, որ բարիշենք։ Այստեղ ուղղակի երկու տեքոր կնանիքի կռիվ չի, որ խռովել են իրարից, կեսուրն էլ եկել է ուզում է բարիշացնի, ոչ։ Այստեղ շատ խորքային հարցեր կան եւ այդ խորքային հարցերը։ Ո՞րք են այդ խորքային հարցերը, պարոն Բալասանյան։ Ազգային ինքնության պահպանման հարցը, գենետիկ անհամատեղելիության հարցը։ Մենք ադրբեջանցիների հետ գենետիկորեն չենք կարող բարիշել։ Հիմա այն մարդիկ, ովքեր կփորձեն բարիշել ադրբեջանցիների հետ, ճիշտ կլինի այդ գենետիկ անալիզ հանձնեն։ Որտեւ այն ամեն ինչը, Մարաղա, Նոր Մարաղա, Բաքվի ջարդեր, Սումգայիթ եւ այլն, Եվլախի ջարդերը հայերի, մյուս շրջանների, Կիրովաբադ եւ այլն։ Մի հատ այս ամեն ինչը պատասխան է պահանջում եւ այդ պատասխանը դեռ ոչ մեկ չի տվել։ Ասացիք գիտակցված քաղաքականություն է, ինչ գիտակցված, ինչի համար է այս։ Հրահանգ կա հայերին եւ ադրբեջանցիներին հաշտեցնել, ինչպես 100 տարի առաջ։ Ինչու՞, ո՞րն է։ Որտեւ իրենք ունեն խնդրեմ Ռուսաստանի հետ եւ մենք էլ իրենց պիտի հետևենք իրենց ասածը արևմուտքին եւ հանուն իրենց բարեկամանանք թուրքերի հետ ընդդեմ ռուսների։ Սա 100 տարի առաջ էլ էին մեզ առաջարկում։ Ասում են մենք գիտենք, որ դուք ունեք խնդրեմ թուրքերի հետ, բայց քանի որ մենք ունենք խնդրեմ ռուսների հետ, դուք հանուն մեզ պիտի բարեկամանաք թուրքերի հետ։ Հիմա ինչ է տալիս Մուստաֆայևի այս ըստեյության։ Ես կարծում եմ ավելի շատ անհարկի աղմուկ է բարձրացվեց եւ փորձվեց սա ներկայացնել դրական լույսի ներքո, բայց ես մի բան էլ ասեմ, որի մասին լրատվամիջոցները շատ քիչ են գրել կամ գրեթե չեն գրել։ Անկամ Մուստաֆայևին ուղեկցող բարեկային ծառայության մեր աշխատակիցները չեն իմացել, թե ում են դիմավորում։ Որտեղ օդանավակայանում ասվել է, որ Ֆրանսիայից ինչ որ հյուր է գալիս եւ իրեն գնում են այդ մարդուն դիմավորել։ Հետո են իմացել, այսինքն այնքան գերգաղթի պայմաններում է կազմակերպվել Մուստաֆայևի այցը, որ սա նման չի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի հերթական նիստի։ Կարծեմ այդ մասին չի խոսեցվել, քննարկվել է։ Պաշտոնական հայտարարության տեքստում նշված է, որ նիստը տեղի է ունեցել 13-րդ նիստը։ Այո, բայց այդ գործարանները, որ այնտեղ մասնակցում էին, ամենայն դեպս մեքենաները, որոնք ֆիքսվեցին, այդ գործարանները սահմանագծման հետ կապված որևէ մասնակցություն չունեն, այսինքն իրենք որևէ դերակատարում չունեն։ Պարզ է, որ շղարշը ստեղծվել էր սահմանագծում, սահմանազատում, բայց այստեղ ուրիշ պրոցեսներ ա գնում։ Իսկ իրենք ինչ են անում, գնելու են Ադրբեջանի ապրանքները, ինչով է պայմանավորված այդ երկու հայտնի գործարարը ներկայացնեն այնտեղ։ Ես կարծում եմ իրենց հսկողության տակ գտնվող այսպես սուպերմարկետների ցանցով փորձել են ռեալիզացնել ադրբեջանական արտադրանքը եւ ժողովրդի աչքին աստիճանաբար այսպես սովորական դարձնել ադրբեջանական դրոշի արկայությունը հայկական խանութներում, որտեղ օրինակ Երևան City-ին, որ երկրի ցակման ապրանք որ վաճառում է, գնի կողքին այդ երկրի դրոշն է։ Ռուսական, լեհական, գերմանական, չգիտեմ, հայկական եւ այլն։ Հիմա եթե ադրբեջանական ապրանք եկավ, բնականաբար ադրբեջանական դրոշը պիտի լինի։ Սա քաղաք տեխնոլոգների բայց կլինի այդ դրոշը, որովհետեւ համոզված եք, որ կգնեն ադրբեջանական ապրանքը։ Կգնեն թե չեն գնի, դա այլ հարց է, բայց ես ավելին ասեմ, ես համոզված եմ, որ կգնեն։ Էժան կդնեն։ Էժան կդնեն եւ կգնեն։ Օրինակ ես այդ բենզինի հետ կապված այդ աժոտաժը որ եղավ, ինչ ա եղել, որ Իդեպ որի գինը նորից թանկացել է։ Դա հարց է։ Դա միջերուց դա այն հարցն է, որ երևի պարոն Պապյանը չկարողացավ լուծել այդպես էլ,
Հետո հիշում եք ինչ են ասում 410 դրամ եւ 540 հսկայական տալ, բայց շատ արագ, այսինքն սա ինչի մասին է վկայում։ Մեզ կտրելու են ավանդական շուկաներից, բերելու են ադրբեջանական բենզինը, այստեղ վաճառեն միայն ադրբեջանական, էլի 540-550 դրամով։ Այսինքն այստեղ ոչինչ չի փոխվելու, բայց գազի հետ կապված, ախր այստեղ հաշվարկներում սխալ դուրս եկավ, Ադրբեջանը հեղուկ գազով չի կարող օգնել Հայաստանին, որտեղ չունի։ Այդ գազը մեկը Ռուսաստանից պիտի գա, այլ ընտրանք դեռ մենք չունենք եւ վստահ չենք ունենա ամենայն դեպս մոտ տարածաշրջանում։ Ամերիկյան գազ կառնենք։ Ամերիկյան գազը երկար է գալիս։ Դե ես կարծում եմ թե այդ գազը որ տվել են, այդ որ գազ տվեցին, բան, ուղղակի հեղուկ գազ չեն տվել։ Դրա համար ժողովուրդը հեղուկ գազի ընդհանրապես 2 օր փակվեց, 2 օր խնդիրներ առաջացավ Լարսում, ողջ հանրապետությունը պարալիզացվել է։ Պետք է սպասենք վաղվանը, Գյորգ Պապյանը խոստացել ու շաբաթ օրը գազը գալու է այստեղ, չնայած այսօր կարծեմ նույնիսկ նկարներ եւ տեսանյութեր են ունենք, դեռևս Լարսում հերթեր են հայտարարակ մեծ եւ 1-2 մեքենա կանցնի օրվա մեջ, բայց այդ 1-2 մեքենան հարց չի լուծում, բայց այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Պետությունը ամենայն դեպս խոշոր ներկրողները պետք է ունենան պահուստ, որը չունեն։ Իսկ ուր է նայում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Եթե 1-2 ընկերություն հնարավորություն ավելի մեծ ծավալով ներկրել, ապա ինչ հիմքով են իրենք գազը շատ արագ թանկացրել։ Չէ՞ որ իրենք այդ գազը սահմանի վրա որ ներկրել են, իրենք անգամ չեն մաքսազերծել, որովհետև դա ԵԱՏՄ-ից ապրանքի տեղափոխություն է եղել Ռուսաստանից Հայաստան։ Եթե այդ գազը Ռուսաստանում վաճառվում է մեր հայկական դրամով մոտ 70-80 դրամ, ապա որ այսպես տնտեսագիտական հաշվարկով է որ Հայաստանում դա դառնում է 300 դրամ։ Պարոն Բալասանյան, տնտեսական ինչ հետաքրքրվածությամբ են Մուստաֆայևի հետ ադրբեջանցի գործարարները եկել Հայաստան։ Վերցեն հայկական շուկան։ Նաև առաջին հերթին գյուղմթերքի շուկան։ Իրենց պետք է ադրբեջանական գյուղմթերքը նաև այստեղ վաճառել, քանզի իրենք Ռուսաստանում խնդիրներ ունեն եւ իրենց գյուղմթերքը չեն կարողանում Ռուսաստանում վաճառել։ Տարածաշրջանում որտեղ էլ պիտի վաճառի Ադրբեջանը իր գյուղմթերքը։ Թուրքիան իր գյուղմթերքն ունի, Իրանը իր գյուղմթերքն ունի, հատկապես այս վերջի իրադարձությունների ֆոնին հարաբերությունները սրված են։ Ռուսաստանը այդ կապված խնդիրներ կան, չի կարողանում այն ծավալով արտանի, որ պետք էր, մնում է Հայաստանը։ Իսկ դրա համար պետք է լցնել հայկական շուկան ադրբեջանական գյուղմթերքներով, որպեսզի հայ արտադրողը չկարողանալով դիմակայել այս դիմադրությանը, աստիճանաբար դադարեցնի իր արտադրությունը, շուկան 100%-ով հանձնելով ադրբեջանցիներին։ Սա բնական է լինելու, քանզի այն գներով, որ մեր արտադրողները, ջերմոցները տաքացնում են ապրանք ստանալու համար, ի վիճակի չեն լինելու ուղղակի ֆիզիկապես դիմակայել։ Պարոն Բալասանյան, հանձնենք, ո՞րն է խնդիրը, ինչ կլինի, որ Ես բան չունեմ ասելու, ես ավելին ասեմ, մեր հասարակության մեջ կան մարդիկ, երիտասարդության մեջ էլ ես շատ եմ հանդիպել, երբ օրինակ իրենց համար խնդիր չկար, իրենք տրիկոտաժը, օրինակ Գագիկ Ծառուկյանի արտադրած գործարանում կգնեն, թե Թուրքիայից ներկրած, կարող է գործարանը փակվի։ Իսկ հիշում եք, որ Վահան Քերոբյանը կարոտով հիշում էր ադրբեջանցի վաճառողների շուկաներում որը ժանապրանք էին տալիս։ Այդ հիշողությունը էլի վերականգնվելու է, բերելու են այդ ամեն ինչը։ Բերելու են թե ինչպես էին ադրբեջանցիները մարտ ամսին, երբ Հայաստանում դեռ Պտուղ բանջարեղենը չէր հասունացել, ադրբեջանցիները բերում վաճառում, ողջ շուկաները գտնում են ադրբեջանցիների զգողության տակ։ Բայց սա մեզ ինչով է սպառնում ի վերջո։ Էժանը առնենք, էլի ապրենք։ Ո՞րն է խնդիրը։ Տեսեք, խնդիրը ուտելը չի։ Խնդիրը տեղական արտադրության անկումն է լինելու, որը որ տնտեսական շատ լուրջ վնաս է պատճառելու Հայաստանին, քանզի այն արտադրանքը, որը ներկրվելու է Ադրբեջանից, այդ արտադրողը հարկը վճարում է Ադրբեջանում։ Մենք ավելի վերահսկելի ենք դառնալու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Մենք դառնալու ենք բացարձակ վերահսկելի եւ նաեւ պարենային անվտանգությանը սա լրջագույն սպառնալիք է։ Գյուղացին ինչ է անելու։ Այ գյուղացու հետ կապված ես կարծում եմ այդ հարցի պատասխանը իրենք պիտի տան, քանզի իրենք են ամեն ինչ շատ ողջավորված այս հարաբերությունների կարգավորումը։ Միանանք Մոսկվա, Հայկին նաև հարց տալու հնարավորություն։ Հայկ։ Ողջունում եմ։ Այսպիսի հարց մենք արդեն այսօր քննարկել էինք այդ ամսի 1-ի հանդիպումը Պուտին-Փաշինյան եւ դրանից հետո այս վերջին զարգացումները հայ-ռուսական հարաբերությունում, տնտեսական հարաբերություններում։ Ուզում եմ քո կարծիքները մանամ Պապոյանի խոսքի վերաբերյալ, որ փորձում եմ մարդկանց համոզել եւ ոչ միայն նա, այլ նաեւ այլ
իշխանության ներկայացուցիչները, որ շուտով այդ կկարգավորվեն բոլոր հարցերը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ իշխանությունները ոչ դադարում են ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ իրենց բռնաճնշումները, շարունակում են պնդել, որ գնում են դեպի Եվրոմիություն, չնայած Եվրոմիությունը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, եւ նույն ԵԱՏՄ-ի հանդեպ էլ այդ վերաբերմունքը դե կմնանք այնքան, մինչեւ մեզ արդեն ԵՄ հրավիրեն, բայց առաջնահերթությունը ԵՄ է։ Այս ֆոնին ձեր կարծիքները տալի իշխանով է հնարավոր տենց կարգավորել տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ամեն ինչ թողել անցյալում, ինչպես Պապոյանն է համոզում։ Շնորհակալություն։ Շատ անհարմար ժամանակ ընտրեցին հարաբերությունները կտրուկ սրելու համար իրականում, քանզի գալիս է պտուղի հասունանալու ժամանակը եւ շուտով այդ խնդիրները ավելի ակներով են դառնալու։ Եթե մենք այստեղ գործ ունենք այս բայդրությամբ մոտ 1.5 միլիոն շիշ ջերմուկի հետ, մի անգամ 400,000, մի անգամ 1 միլիոն 100,000, մենք հետո գործ ենք ունենալու 50,000 տոննա ծիրանը իրացնելու խնդրի առաջ են կանգնելու։ 30-40,000 տոննա դեղց է, որտեղ ենք մենք դա իրացնելու։ Եվրոպան չի ընդունելու։ Ախր այս մեր գյուղացիները ճիշտ կլինի, որ մեր հասարակությունը առասարակ մի բան շատ լավ իմանան։ Եվրոպան չի սերտիֆիկացնում այդ արտադրանքը, քանզի այդ շիվը տնկելու ժամանակ ինքը դա չի ֆիքսել։ Եվ Եվրոպայի համար սա արտադրանք է, որը չի համապատասխանում եվրոպական չափորոշիչներին։ Եվ իր շուկան է պաշտպանում ի դեպ։ Ոչ միայն իր շուկան է պաշտպանում, այլև հայկական ծիրանը եվրոպացիներին պետք չի, քանզի եվրոպացիները ոչ գիտեն ծիրանն ինչ է, ոչ էլ ցանկություն ունեն օգտվել դրանից ի հաշիվ իրենց նարինջների եւ տարբեր մրգերի։ Եվ նաև իհարկե ներքին շուկայի ապահովման հետ կապված։ Ես մի բան էլ հիշեցնեմ, երբ Մոլդովային խոստանում էին, որ ոսկի սարեր եւ այլն ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ խզելու եւ Եվրոպա թեքվելու հետ կապված, Մոլդովային նաև խոստացան, որ ձեր ողջ պտուղ բանջարեղենը մենք կգնենք։ 1 տարի հետո մոլդովացիները ստիպված են արցունքներն աչքերին ողջ աճեցրած խնձորը եւ խաղողը լցնել դնեստր գետը, որովհետեւ այդ ապրանքը Եվրոպային պետք չի։ Հետևաբար նույն խնդրի առաջ կանգնելու է հայ գյուղացին։ Թուրքիային պետք է Մալացիայից Իրանը վաճառել Ռուսաստանում եւ նաեւ Հայաստանում եւ իրեն բնավ պետք չի մրցակիցներ։ Թուրքականի հետ կապված ես առիթից օգտվելով մի բան ասեմ։ Երբ որ ասում են, որ Թուրքիան 50% վճարում է իր արտադրողին, ջերմոցի եւ բանը, մի բան մոռացան ասել։ Թուրքական կառավարությունն ունի որոշում։ Թուրքիայից արտահանվող յուրաքանչյուր բեռնատարի համար թուրքական կառավարությունը սահմանին արտահանողին վճարում է $8,000, որպեսզի ուղղակի ճանապարհի ծախսի համար։ Դրա համար թուրքական լոլիկը անցնելով 3 սահման Հայաստանում հայտնվում է շուկայում 500 դրամով։ Այն դեպքում, երբ որ հայկական արտադրողը 1000-1200-ից պակաս չի կարողանում իր արտադրանքը իրացնել։ Ռուսաստանում չեն կարողանալու հարցեր լուծել։ Ռուսաստանին չեն կարողանալու համոզել հանուն գեղեցիկ խոսքերի թույլատրել ջերմուկի վերարտահանումը կամ ջերմուկի արտահանումը վերականգնել։ Քանզի այս ջուրը, որ Ռուսաստանը գնում էր, սա անում էր նաև որոշակիորեն դաշնակցային պարտավորությունից ելնելով։ Ռուսաստանը ունի իր հանքային ջուրը, մի քանի տասնյակ անուն ունի իր հանքային ջուրը, հետևաբար Ռուսաստանը իր ջերմուկը պետք չի։ Մենք ժամանակն է հասկանանք մի բան։ Ռուսաստանին ոչ մեր կոնյակն է պետք, ոչ մեր ջերմուկն է պետք, ոչ էլ մեր գինիները եւ մեր պտուղ բանջարեղենը։ Քանզի առաջին Հայաստանը չի կարող ապահովել Ռուսաստանի բանջարքը ամբողջությամբ եւ 140 միլիոնանոց շուկան հնարավոր չի փակել, եւ երկրորդ Ռուսաստանը այնքան հնարավորություն ունի այլ տեղերից ներկրելու, որ նորից եմ ասում, սա արվում է ուղակի Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորությունների հետ կապված։ Իսկ կոնյակի այդ գովազդը, որ անդադ արվում է, թե առանց Արարատ կոնյակի ռուսները չեն կարող ապրել, դա էլ է միֆ։ Դաղստանի կոնյակի գործարանը, որը կրկին հիմնադրել է Շուստովը ժամանակին, 5 տարի առաջ է ավելի հիմնադրվել 1872 թվին, քան Երևանի կոնյակի գործարանը։ Դրա համար ժամանակ հերիք է խափենք մեզ այդ պատրանքներով եւ մտածենք, թե մենք այնպեսի անփոխարինելի ենք, որ բոլորը ստիպված են լինելու մեր հետ պայմանավորվել։ Որտեղից է գալիս այդ ինքնավստահությունը։ Ես չգիտեմ, դե միգուցե ազգային առանձնահատկությունը, միգուցե որոշ հայկական Հայաստանում գտնվող փորձագետներ նաև անընդհատ դրա մասին են տարբեր տեղեր ասել, որ առանց մեզ չեն կարող, որ ստիպված են լինելու մեր հետ պայմանավորվել,
որ մենք եթե չլինենք Ռուսաստանը սովի կմատնվի, Ռուսաստանում կլինի սով, գալադամոր եւ այլն, չի լինելու նման բան, հարգելիներս։ Հայաստանի արտադրանքը, այո, Ռուսաստանը կարող է գնել որպես դաշնակից, բայց ոչ չի կարող գնել, եթե հասկանա, որ սա քաղաքական առումով վնասում է իրեն եւ իր ազդեցությանը հարավային Պարոն Բալասանյան, տեսեք, կա այլ կարծիք, նաեւ ռուսական որոշակի շրջանակներում, որ եւ հատկապես Հայաստանում, ես կոմենտներն եմ կարդում Պապոյանի մոտ, fake են, բայց մոտարապես բարձր է ինչ ուզում ասեն, ասում են սոված կմեռնենք, մտության մեջ կմտանք, ինքնիշխանության համար պատրաստ ենք պայքարել եւ այլն, մեզ ոչ մեկ չի կարող կոտրել, չգիտեմ, ԵԱՏՄ-ից դուրս կգանք, թուրքերը մեզ կպայեն, չգիտեմ, ինչ որ այսքան այլ абսուրդ բաներ են անում, սա ո՞ց կարելի է մեկնաբանել, այսինքն, նայեք, 90-ականներին մենք գիտենք ինչի համար ենք սոված, հա, մենք սոված ենք, որովհետեւ Արցախում պատերազմ էր։ Հիմա ժողովրդի ինչի պետք է սոված մնա եւ 90-ականներին փախան Հայաստանից, հա, 100,000-ներով, հիմա որ են փախնելու։ Նախ այդ ասողները թող մեկ քայլ առաջ գան եւ հանձնեն իրենց ամերիկյան վիզաներով անձնագրերը, որպեսզի հանկարծ Հայաստանից չփախնեն։ Մենք հսկելու ենք բոլորին եւ յուրաքանչյուրին, այդ սեպքը փակ լինելու իրանց համար։ Եթե իրենք պատրաստ են սովահարության բանի մեջ, մթի մեջ, ցրտի մեջ ապրել, նորից եմ ասում, թող մեկ քայլ առաջ գան։ Ոչ ոք էլ չի պատրաստվում այս բարեկեցիկ իրավիճակը փոխել ցրտի մթի պայմաններով հանուն ինչ որ գաղափարական, հա, այսպես խնդիրների, դա ըստ էության միֆ է։ Միֆ է մեր հասարակությանը կերակրելու, թե իբր ժողովուրդը հանուն ինչ որ անհասկանալի եւ նեղ անձնական շահերի պատրաստ է եւս մեկ անգամ կրել այդ զրկանքները։ Մենք 90-ականներին կրել ենք այդ զրկանքները, դրա համար մեր պետության զարգացումը 40 տարի հետ է անկել։ Եվս մեկ անգամ պատրաստ է ժողովուրդը կրել այդ զրկանքները։ Ես խիստ կասկածում եմ, քանզի այն ժամանակ չի եղել այս հաճույքները եւ վայելքները, որ հիմա կա, եւ առավել եւս հիմա երիտասարդությունը չի անելու դա եւ նման հայտարարություն անողները ես համաձայն եմ, նրանց մի մասն էլ fake հայտարարություններ են, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր իրոք այսպես կենթանի մարդիկ են, ում հայտարարություններ անում են։ Իսկ ուր են փախնելու։ Չգիտեմ ուր են փախնելու։ 2 եվրոյով լառնակա։ Այդ լառնակայի հարցը շատ անեղավ քննարկվեց։ Ես ասեմ, օրինակ մի քանի օր առաջ 1 եվրոյով Տոմսկար Գյումրի Սոչի։ Ավելի էժան, քան լառնական։ Սա էլ ԵԱՏՄ-ի բաններ էլի, շնորհքներ, բայց 2 եվրոյով լառնակա գնացողներին ես ման եմ գալիս փողոցներում եւ օդանավակայաններում եւ դեռևս չեմ տեսել։ Ավելին, ես այսօր տեսել եմ ցավոք սրտի լառնակա գնացող, ինչպես իրենք են ներկայացնում, թոշակառուներ, ովքեր հացը գնելուց 10 դրամի պատճառով հացը չէին կարողանում գնել։ Այ ես դա այսօր տեսել եմ։ Այ իրանք որտեղ են հայտնվելու։ Ռուսաստանը ինչքան հասկացա, վերջիկները ասեց, որ ավիահաղորդակցությունները դադարելու, հա, 90-ականներին Ռուսաստանից փող ուղարկեցին, մարդիկ ստեղից փախան Ռուսաստան, հա, ընդունեցին եւ այլն։ Ուր են գնալու։ Ցավոք սրտի այդ մարդիկ, որը որ հասարակության մեջ զգալի թիվ են կազմում, հատկապես խոսքը թոշակառուների մասին է, մոտ 600,000 թոշակառու, այդ մարդիկ հայտնվելու են անելանելի վիճակում եւ աղքատության ճիրաններում են ուղղակի հայտնվելու եւ խղճահարությունից ելնելով ստիպված են լինելու ընդունել ադրբեջանցիներին եւ ստիպված են լինելու նրանց հետ ինչ որ մի կերպ լեզու գտնել եւ գոյակցել։ Վերջնական պլանը հենց դա է։ Կարծում եմ այո, ստեղծել այնպես իրավիճակ, եւ ժողովուրդը ստիպված կլինի ուղղակի խղճահարությունից եւ չքավորությունից ելնելով գնալ ադրբեջանցիների հետ հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցիներից լսելով ամեն ինչ իրենց հասցեին, ադրբեջանցիներից երկելու ադրբեջանցիների պահանջով մեծ Ադրբեջանի մասին եւ Հեյդար Ալիևի հիշատակին միայն թե այդ մի կտոր հացը իրան կարողանան։ Բայց դա է ուզում ժողովուրդը մերժելով Ռուսաստանին գազ տալով։ Ես չգիտեմ ինչ է ուզում ժողովուրդը, բայց լավ կլինի, որպեսզի մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները հիմա հասցեական իրենց գյուղերում մոտենան այդ մարդկանց եւ ուղղակի իրենցից հետաքրքրվեն։ Այօնակ են տարեց երկու հոգին, որ հիացած էին գազ տալու հետ կապված, կամ մյուսը որ ասում էր 4 ոտով գազ տվեք եւ այլն, թե 4 ոտով ոնց են գազ տալու չգիտեմ, բայց մարդի մոտ տենց էր, տենց ցանկություններ։ Թող մոտենան այդ մարդկանց եւ իրենցից հարցնեն, թե ինչ են իրենք ակնկալել նման հայտարարություն անելով եւ ով պիտի դրա պատասխանը տա։
Եվ արդեն վաղվանից սպասվում է եվրոպական քաղաքական համայնքի հավաքը Երևանում, ինչու են գալիս, ինչ օրակարգով։ Ես այսօր օրվա ընթացքում տեսել եմ, որ դուք խոսել եք այս թեմայով, հակավրացական օրակարգի մասին մտահոգություններ հայտնելով, խնդրելու եմ հավանաբար սկսելով այստեղից բացատրեք, թե ինչ է կատարվելու, ինչ օրակարգ է լինելու, ինչին պատրաստվենք ի վերջո։ Իրենք գալիս են Հայաստան նախընտրական քարոզչության շրջանակներում աջակցելու Հայաստանի գործող իշխանություններին եւ իրենք չեն թաքցնում։ Կայակալասն ասում է, որ մենք աջակցում ենք գործող իշխանությունների վարած քաղաքականությանը եւ այլն եւ այլն։ Ոնք այստեղ մի բան կա, գալուց առաջ մի հատ վատ բան կատարվեց, 90 միլիոնը որ պիտի փոխանցեին Հայաստանի, փոխանցեցին Ուկրաինային։ Հիմա դատարկ ձեռով են գալիս ըստ էության եւ խոստումներով, բայց լի խոստումներով։ Իրենց խնդիրը չի ինչ կլինի Հայաստանի հետ։ Ես ձեզ ավելին ասեմ, իրենց խնդիրը չի ինչ կլինի գործող իշխանությունների հետո։ Իրենց խնդիրն է այս պահին առավելագույն բարձրացնել հակառուսականության այդ տրամադրությունները Հայաստանում։ Դրա համար իրենց հետ բերել են մի մարդու, ով դարձել է միջազգային, այսպես թափառաշրջիկ, խոսքը Զելենսկու մասին է։ Մի հատ կիտել հագցրած բերում են, նկարվում են հետո այն բաների մեջ մարտիշկեքի պես էլի ասենց։ Բերում նկարում են, հետո ասում են դե լավ գնա տուն։ Թող ժողովուրդը տեսնի Զելենսկուն եւ հասկանա, թե արդյոք Հայաստանին սպասում է եվրոպական ապագա։ Մերցին ես կարծում եմ, եթե մերցը ժամանի, մեր լրատվամիջոցները ժամանակ կունենան եւ հնարավորություն հարց ուղղելու։ Եթե մերցը ասում է, որ Ուկրաինան հանուն Եվրոպայի պիտի պատրաստ լինի տարածքային զիջումների, իսկ եթե նույնը ասեր 2003 թվականին ուկրաինացիները կգնային հանուն եվրոպական ապագայի 2 միլիոն զոհերի, մոտ 10 միլիոն փախստականի եւ անհասկանալի տարածքներով պետության, որը դեռ վերջն էլ չի երևում, թե վերջը որտեղ է հայտնվելու Ուկրաինան։ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատրաստ է դրան։ Իրենց պետք չի Հայաստանը, իրենց պետք չի հայ ժողովուրդը, իրենց պետք է այստեղ ունենալ տարածք, որպեսզի հագուրտ տան թուրք-ադրբեջանական ցանկություններին, սիրաշահեն նրանց ստանալով ադրբեջանական գազը, բայց իրականում ռուսական գազը, եւ այստեղից հանել 102-րդ բազան, ճանապարհ բացելով Թուրքիայի համար, եւ այս տարածք ուղղակի հանձնելով Թուրքիային։ Դրա համար են Մակրոնին Գյումրի տանում։ Ես չգիտեմ Մակրոնը, օրինակ Մակրոնի քաղաքականությունը վերջին շրջանում շատ հետաքրքիր, ես չեմ բացառում, որ այնտեղ էլ կբացեն հյուպատոսություն, գլխավոր հյուպատոսություն Գյումրիում։ Օրինակ պարզվում է, որ Գորիսում, Սյունիքում դեռևս խաչակիրների ժամանակից ագին ֆրանսիացիներ են ապրել եւ հիմա դրա համար այնտեղ իրենք ունեն հյուպատոսություն։ Հիմա թե ինչու են Գյումրի տանում, դա այլ հարց է։ Գյումրիում Ռուսաստանի բազա կա։ Գյումրիում կա Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն Եվ ես կարծում եմ այնտեղ եւս մեկ անգամ կբացվի նաեւ ֆրանսիական հյուպատոսություն։ Թե ինչու, որպեսզի հայ-թուրքական սահմանի կարգավորումները գտնվի Ֆրանսիայի եսկողության տակ։ Ֆրանսիան այստեղ ստանձնել է ԵՄ ներկայացուցիչի դերը, ինչու Ֆրանսիան, որովհետեւ Ֆրանսիան միշտ հայ ժողովրդի մոտ ասոցացվել է Շարլ Ազնավուրով, չգիտեմ, Ժակ Շիրակով եւ այլն։ Բայց ես մի քանի անգամ եմ ասին, հիմա էլ չեմ զլանա կրկնեմ։ Մակրոնի Ֆրանսիան Հայաստանի բարեկամը չի։ Վերջին հարցը հավանաբար ամփոփելով, ո՞րն է լուծումը Հայաստանի հայ ժողովրդի համար այս բոլոր մարտահրավերները հաշվի առնելով, ինչ անենք լավ այս իրավիճակում։ Հիմա լրջանալու պահն է եւ շատ խիստ լրջանալու պահն է, ես ասում եմ ամենայն այսպես անկեղծությամբ եւ առանց սարկազմի։ Հիմա ժամանակն է կրկին մեկնել Մոսկվա եւ փորձել հարցերը շատ արագ կարգավորել, խոստանալով ամեն ինչ եւ խոստանալով, որ այդ ամեն ինչ ուղղակի լոկ խոսքեր չեն լինելու։ Հնարավորություն կա դեռ միգուցե եթե ոչ եվրոպացիների այցը Հայաստան, ուրեմն չեղել համարել, որտեղ չեմ կարծում լուրջ կլինի մի օրվա մեջ այցը չեղել համարել։ Դա նաեւ պետության իմիջի համար է վատ։ Բայց այն մարդիկ ովքեր կգան, նրանց հետ չպայմանավորվել ապագայի հետ կապված եւ հույսեր չկապել։ Մոսկվան կհավատա արդյունքներին։ Մոսկվան տենց ֆիլմ կա նաև, որ Մոսկվան արդյունքներին չի հավատում։ Արդյունքներն են պետք։ Ես չգիտեմ ինչպիսի քաղաքականություն են փորձելու վարել, բայց ես օրինակ մեր էկոնոմիկայի նախարարի վստահ դեմքից հասկացա, որ իրենք կարան այդ հարցը լուծել, այդպեսի հարցեր են լուծել, դա ես չլա ինքն է ասում։ Ես հույս ունեմ, որ իրենք կկարողանան այդ հարցը լուծել, եթե ոչ հաստատ կուրախանանք, երբ լուծեն։ Բոլորս ենք տուժելու։ Ես համաձայն եմ Տիգրանի հետ, սա բոլորիս ցավն է լինելու եւ պարտվող լինելու ենք բոլորս։ Պարոն Բալասանյան, շնորհակալ ենք ազդեցության համար։